Բարև ձեզ։ Դուք դիտում եք Հիվանդության պատմություն կամ Անամնեզիս մորբի ոդկասթը։ Տարիքի հետ շատերը սկսում են նկատել, որ մոռանում են անունները, չեն հիշում ինչի համար են սենյակ մտել եւ այսպես շարունակ։ Սա ուղղակի մոռացկոտություն է, թե հիվանդություն։ Այս կարևոր թեմայի մասին այսօր խոսելու ենք թերապևտ, գերիատր, ներքին հիվանդությունների հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանի հետ։ Ողջույն Լամարա Աշոտովնա։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ հյուրընկալվել եք։ Ինձ շատ հաճելի է ձեր հյուրը լինել, հատկապես որ ակնկալում եմ, որ շատ հետաքրքիր թեմայից են խոսելու։ Այո, շատ շնորհակալություն։ Երբ է մոռացկոտությունը համարվում տարիքային նորմալ փոփոխություն, իսկ երբ արդեն հիվանդություն։ Ուզում եմ միանգամից այս հարցին տալ սպառիչ պատասխան, որ տարիքը չի նախատեսում, որ պարտադիր պետք է այդ մոռացկոտությունը գա։ Մենք ուղղակի դարեր շարունակ, տարիներ շարունակ մտածում ենք, որ դե ծերը արդեն մոռանում է, մեծա մոռանում է։ Ծերը պետք է անպայման ինչ-որ մի տարիքում գա հիշողության խանգարումներ, կորուստ եւ այլ։ Բայց ես միանգամից առաջ ընկնեմ ու ասեմ, որ ես ունեմ բուժառուներ 92 տարեկան, 87 տարեկան, որ պայծառ հիշողություն ունեն։ Ես նույնպես հանդիպում եմ նման մարդկանց ու միշտ զարմանքով։ Այսինքն ծերաբուժությունը չի ասում, որ պարտադիր ծերունական համախտանիշ է դա, ոչ պարտադիր։ Մենք այսպես ենք մեկնաբանում, դա ծերանալու վատ տարբերակն է։ Այսինքն մենք ուզում ենք մեր բժշկությամբ, ծերաբուժությամբ հասնել նրան, որ ունենալ ծերանալու լավ տարբերակը, պայծառ միտք, ֆիզիկական ակտիվ եւ կյանքի հանդեպ մոտիվացված տարեցի, պատկերացնում եք, այս կերպարն ենք ուզում։ Սա լավ ծերանալու, որակյալ եւ արժանավայել ծերություն ունենալու կարևոր հանգամանքը։ Հիմա մենք ունենք խնդիր, որ նույնիսկ երիտասարդ տարիքում կա այդ մոռացկոտությունը, դա ինչ հիվանդությունների հետագայում կարող է հանգեցնել։ Այո, բայց իհարկե դուք ճիշտ եք, որ մոռացկոտությունը եւ հիշողության կորուստները կարող են սկսվել տարբեր տարիքներից։ Երիտասարդ տարիքում մինչև 60 տարեկան, քանի որ 60-ից բարձր մենք համարվում ենք տարեց, 75-ից բարձր միանգամից ասեմ, համարվում ենք ծեր եւ 90-ից բարձր երկարակյաց։ Ասեմ ավելին, որ Հայաստանում շուտով միջին ապրելիությունը 50 թվականին կդառնա 80 տարեկան։ Հիմա որքան է միջին Հիմա ապրելիությունը։ 78։ Այսինքն, այո, 2020 թվականին միջին ապրելիությունը 76.3 էր, հիմա 78 եւ կհասնենք 80-ի, այսինքն մենք գնում ենք դեպի երկարակեցության։ Կա պրոգրես։ Այո, ի հաշիվ, գիտեք, ես միշտ ասում եմ, որ բժշկության մոդեռնիզացիայի, ավելի լավ վերահսկման եւ վերջապես մեր այդ հայկական մշակույթը կոտրվեց, կարծրատիպը ավելի շուտ կոտրվեց, որ մենք դանակը ոսկորին հասնելուն պես էինք դիմում բժշկին, ճիշտ է։ Իսկ հիմա ավելի շուտ եւ կանխարգելիչ նպատակներով ոչ միայն հիվանդությունը պետք է վերջին փուլ հասնի նոր դիմենք, մենք ավելի շուտ ենք հիմա դիմում։ Կարծում եմ դրան օգնում է նաեւ առողջության համընդհանուր ապահովագրությունը, դա շատ կարևոր է եւ այո 65-ից բարձր հիմա ինչպես մեր բժիշկները ասում են, բոլորը ինչ հին ու նոր հիվանդություններ ունեն, բոլորը գալիս են եւ ես դրա համար շատ ուրախ եմ, որ իրոք հիներն էլ հիշում են հին հիվանդությունները, նորից վերհանում եւ սկսում դրանով զբաղվել։ Դա շատ կարեւոր է եւ սա այս մշակույթը ուզում եմ, որ հայ ազգի մեջ մտնի։ Ինձ միշտ ասում են, որ հայերը ունեն արևելյան վերաբերմունք իրենց առողջության։ Հիմա ես ուզում եմ, որ մենք վերաբերվենք մեր առողջության ավելի գրագետ։ Իհարկե։ Հիմա հիշողության կորուստը։ Այո, ինքը կարող է սկսվել վաղ տարիքից։ Սովորաբար մեր ծանրաբեռնվածության հետ կապված, կյանքի լարված աշխատանքային մենք շատ հաճախ մոռանում ենք եւ շատ հաճախ դա կապում ենք մեր այդ լարվածության հետ։ Այո, իհարկե, կա այդպիսի համախտանիշ, քրոնիկ հոգնածության համախտանիշը կամ աստենիզացիա, այսինքն աստենիկ համախտանիշ, այսինքն այդ մարդը այնքան շատ է աշխատում, այնքան շատ է իր աշխատանքը կամ burnout ասվածը կապ ունի։
Այո, ձեր բռնաութ, այո, նշվածի հետ։ այսինքն հուզական այրումը դա կամ հուզական այրումը շատ բնորոշ է եւ այս տարիքնում հիմնականում այդ 35-ից մինչեւ 55 տարեկան այս տարիքային խումբը իհարկե շատ եթե ես չեմ սխալվում 78%-ի մոտ կան այդ ձեր ասած հուզական այրումից ինչ որ համախտանիշներ, եթե ոչ ամբողջությամբ, այլ ինչ որ համախտանիշներ։ Եվ իհարկե մենք պետք է այստեղ հասկանանք, որ մենք պետք է ճիշտ դասակարգենք, դասավորենք մեր աշխատանքը հանգստից, աշխատանքը տուն չբերենք։ Մենք այդ ճիշտ ժամային life work balance-ը շատ ճիշտ կարողանալ կարգավորել եւ վերջապես պետք է հանգստանալ, չնայած մեր հատկապես բժիշկների մոտ չկա այդ մշակույթը, շատ հիմա փորձում դա անել, որ գիտեք ինչ 6-ից հետո ես արդեն անհասանելի եմ։ Ես 6-ից հետո վերջապես մայր եմ, տանկին եմ եւ այլ։ Այսինքն բժիշկ չեմ, էլի կա հերթապա բժիշկ, բայց չէ միևնույնն է զանգում են եւ ես միշտ պատմում եմ, որ ինձ գիշերվա 3-ին որ հիվանդը զանգում ա, ես անմիջապես հեռախոսը վերցնում եմ, որովհետեւ ես շտապօգնության աշխատակից եմ եղել։ Ինձ ասում են, ես գիտեի, որ դուք քնած չեք լինի, դուք անհանգիստ եք իմ համար, դրա համար ձեր քունը չէր տանի։ Բայց ես քնած էի, այս պահերը մեր ուզում եմ դուրս գա, սրանք արդեն ճիշտ չի, որտեվ մենք բժիշկները դրա համար եւ իդեպ դա հաստատված է, կյանքի տևողությունն ավելի կարճ եւ այլ, որովհետեւ ստրեսները շատ են։ Եթե մենք այդ ժամանակ կարողանանք ճիշտ աշխատանքային գրաֆիկը պահպանենք, մենք բնականաբար այս հիշողության կորուստները կնվազեն, բայց բացի դրանից էլ մի շատ կարևոր հանգամանք կա, այստեղ ուզում եմ ասել, որ հասնենք ծեր տարիք, այդտեղ մենք դրա կարևոր պտուղը կտեսնենք։ Եթե մենք երիտասարդ 35-ից 55 տարեկանում վերահսկենք մեր սիրտանոթային ռիսկերը, ներողություն, այսինքն զարկերակային գերճնշումը կարգավորենք մեր շաքարի բարձրացումները, խոլեստերինը, լիպիդային պրոֆիլը, նյութափոխանակությունը։ Գոնե տարեկան չեքափ անենք։ Այո, մենք այ մեծ հասակում ավելի քիչ հակված կլինենք դեմենցիայի։ Շատ հիվանդությունների առաջացման, այդ թվում դեմենցիան եւ ալցհեյմերը, որոնք կարելի ասել ախտանշաններից մեկը հիշողության կորուստն է։ Այդ ինչ ախտանշաններ կան բացի հիշողության կորուստից։ Ուզում եմ, որ սա շատ կարևոր մեսիջ լինի մեր հեռուստադիտողի, սկսվում է հիշողության կորուստը կարճաժամկետ հիշողության կորուստ, մենք ասում ենք։ Այսինքն մոտակա կատարված իրադարձությունները չենք հիշում, մինչդեռ այն հինը շատ լավ հիշում ենք։ Այսինքն ինքը կարող է մեզ տարեցը պատմել 10 տարվա առաջվա պատմություն, 20 տարվա, 30 տարվա, բայց երեկվա կերածը մոռացել է կամ մտնում է սենյակ եւ չի հիշում ինչի համար է եկել։ Միշտ սա ահազանգ։ Սա առաջին ահազանգն է, որ րոպեից սկսվեց կարճաժամկետ հիշողության կորուստ, ուրեմն մենք պետքա ասենք, որ այստեղից սկսվեց դեռ ամենաթեթև առաջի սիմպտոմները դեմենցիայի եւ մի հատ էլ բան ասեմ, որ դեմենցիան մենք գիտենք, որ մենք չենք բուժում, մենք հետաձգվում ենք իրան, երկարաձգվում ենք իրա հասնելը, այսինքն եթե սկսվեց կարճաժամկետ կորուստ, ինչ մենք կհասնենք դեմենցիայի 5 տարում, ինչ 25 տարի հետո, սրանք շատ կարևոր են, ինչ 60 տարեկանի մոտ եթե սկսվեց 65-ում արդեն ձևավորված դեմենցիա ունենա, ինչ 85-ում ձևավորված, իհարկե այս հետաձգումը միևնույնն է ինքը գնալու է, բայց մենք մեր միջամտություններով, մեր ռիսկերի գնահատումով եւ ռիսկերի կանխարգելումով մենք երկարաձգում ենք։ Շատ կարևոր է։ Այդ շատ կարևոր է, այո։ Եվ սա շատ կարևոր հարց է, որ մենք ավելի վաղ սկսվենք։ Հիշողության կորուստ է սկսվում, հետո սկսվում է հաշվելու հետ կապված, խանութ են գնում, չեն կարողանում ճիշտ մանրադրամը հաշվել։ Այսինքն սկսվում են այդպես խոսքային խնդիրներ, այսինքն սկսում է խոսք որ ման գալ, անընդհատ խոսակցության ընթացքում բառերը մոռանալ, օգտագործում է ավելի շատ այդ ոնց են կոչվում սառնյակ չի կարողանում ճիշտ իմաստը բացատրել, այսինքն թե մեկ բառով կարող է այդ իմաստը ասել։ Բառն ենք շատ այո, շատ ենք սկսում, այո։ Այս շատ կարևոր է, այդպես հետո սկսում է չկարողանալ երկրորդ փուլում պլանավորել։
Այնինքը պետք է կարողանա պլանավոր թե մոտակա ապագան, թե այսօր, թե վաղը, թե մի քիչ ավելի ուշ ժամանակ սկսում է պլանավորելը տուժել, սկսում է լոգիկ տրամաբանական մտածողությունը տուժել, այսպես եւ արդեն մեկ էլ հանկարծ աշխատակիցները տեսնում են, որ արդեն ինտելեկտուալ գործունեությունն է տուժվում ու սկսում են ասել, որ այսինքն այն մասնագիտական աշխատանքը, որ ինքը կատարում էր առաջ 1 ժամում, հիմա կատարում է 2-3 ժամում, այսինքն այսպես, իսկ ամենավերջին փուլում մենք արդեն հասնում ենք նրան, որ սկսվում է արդեն մենք ասում ենք կենցաղային եւ սոցիալ դեզադապտացիա, այսինքն ինքը սկսում է արդեն կենցաղավարությունը չկարողանալ ինքնուրույն ինքնասպասարկվել, այո, կազմակերպել եւ բնականաբար սոցիալական շփումն է տուժվում եւ այդ հիվանդները մեկուսանում են, մեկուսացումը բերում է դեպրեսիայի, որը եւս մի հատ այսպես շերտ է գալիս դեմենցիայի ավելի խորացման համար ու այսպես շարունակում է ինքը փակ պարոչնի կրուգ է, փակ ուղի է, այսպես մեկը մեկի հետևից սկսվում է այդ փակ ուղին աշխատել։ Կա նման բան, որ հիվանդությունը երիտասարդացել է եւ ավելի երիտասարդ մարդկանց մոտ է հանդիպում ու նաեւ լուրջ շրջանի մասին կասեք որքան է տևում։ Այո, տեսեք, դեմենցիային բերում են գլխուղեղի 2 կարևոր հիվանդություններ։ Մեկը դա Ալցհեյմերի հիվանդությունն է, ինքը հենց իրեն հայտնաբերած հեղինակի անունով է կոչվում։ 1901 թվականին Ալցհեյմերը հետևում էր իր 51 տարեկան բուժառուին, պատկերացնում եք ինչքան երիտասարդ, եւ տեսնում էր, որ ինքը հիշողության կորուստ ունի, վարքային խանգարումներ ունի, դեզադապտացիա ունի, միջավայրի, եւ ես նաեւ չասեցի, նաեւ ժամանակի եւ տարածության մեջ ապակողմնորոշումը, այսինքն ինքը իրանք չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել, հարցնում ես այսօր ամիսը քանիսն է չի պատասխանում, տարին եւ այլ, հա։ Ինչքան տարածության մեջ չի կողմնորոշում, իրենց սկզբից չեն գտնում իրենց բարեկամների տունը, հետո չեն գտնում իրենց տունը, հետո էլ իրանց տան մեջ իրենց սենյակը չեն գտնում։ Այսպես հետաքրքիր դեզադապտացիա է գնում։ Հետևում էր 51 տարեկան կնոջը, որը ունի հիշողության խանգարում եւ դեզադապտացիան վարքային խանգարումներ։ Հետևում է մինչեւ 1901-ից մինչեւ 1906 թվականին այդ կինը խորը արդեն դեմենցիայից մահանում է եւ ինքը անձամբ ուսումնասիրում է ուղեղը եւ տեսնում է, որ այնտեղ կան կուտակված անոմալ սպիտակուցներ եւ դեմենցիայի ամբողջ իմաստը հենց Ալցհեյմերի հիվանդության հենց դրանումն է, որ մենք արտաբջջային տարածքում կուտակվում են ամիլոիդ սպիտակուցը, իսկ ներբջջային տարածքում տաու սպիտակուցը, որոնք բջիջները գլխուղեղի քայքայում են։ Եվ այդ քայքայման process-ը կանգնեցնել հնարավոր չի։ Որն է պատճառը առաջացման հիվանդության։ Մենք նշեցինք ստրես, լարվածություն, առօրյա խնդիրներ, բայց կան, կարծում եմ, հաստատ ավելի լուրջ պատճառներ։ Տեսեք, ավելի լուրջ պատճառները դրանք կան մոդիֆիկացվող պատճառներ եւ ոչ մոդիֆիկացվող, այսինքն պատճառ, որը դու չես կարող հեռացնել, դա տարիքն է։ Տարիքի հետ, ինչքան տարիքը մեծանում է, այնքան հավանականությունը կրկնապատկվում է։ Օրինակ, 65 տարեկանից հետո ամեն 5 տարին մեկ հիվանդության հավանականությունը կրկնապատկվում է, պատկերացնում եք, եւ այսպիսի տվյալ կա, որ 2050 թվականին ամբողջ աշխարհի բնակչության 3 անգամ ավելանալու է Ալցհեյմերը։ Այսինքն սա շատ լուրջ տվյալ է, էլի։ Լուրջ պրոգրես է։ Շատ լուրջ պրոգրես է։ Ունենք տարիքն է մոդիֆիկացվող, չփոփոխվող ռիսկի գործոն, դա անպայման գենետիկան է, կան հատուկ գեն, որը արտադրում է պատասխանատու է այդ անոմալ սպիտակուցների արտադրության համար։ APOE4 գենն է, որը հատուկ այդ սպիտակուցների համար հիմա եթե մարդը ունի, ուրեմն ինքը հաստատ Ալցհեյմեր ունենալու։ Կան անալիզներ, որի միջոցով հնարավոր է նախապես իմանալ։ Այո, եւ այդ հարցը շատ քննարկվող հարց է։ Կան եւ անում են։ Հայաստանում անում են։ Այո, անում են, բայց այսպիսի հարց ես իմացա, որ ես ունեմ այդ գենը եւ ինձ սպասվում է, ես անպայման դեմենցիա եմ ունենալու։ Սա շատ լուրջ
հարց է եւ Դուք արդեն տվել եք անալիզը փաստորեն։ Չէ, ես օրինակ եմ վերցնում, ասենք ես իմացա, որ ես ունեմ այս գենը եւ ինձ 65 տարեկանում կամ 70-ում սպասվում է խորը դեմենցիա։ Պատկերացնում եք իմ հոգեվիճակը մինչեւ այդ տարիքը։ Ավելի լավ է չտալ անալիզը կարծում եմ։ Այս եկանք այս բանի մենք այդ հարցը քննարկել ենք շատ, արդյոք արժի դա տալ եւ արդյոք դա ինչ է փոխելու, որ իմանամ։ Տեսեք, միևնույնն է, նույն այդ սպիտակուսների կուտակումը եւ գենը ունենալու դեպքում է լինում եւ չունենալու շատ ավելի քիչ։ Եվ շատ ավելի թեթև ունենալուն հաստատ եւ ավելի խորը դեմենցիա է բերելու, բայց այն մարդիկ, որոնք որ մենք անալիզներն անում ենք եւ իրանք տեսնում են, որ ունեն այդ հավանականությունը ավելի խորը ստրեսի մեջ էին ընկնում եւ ես ասեմ, որ դեմենցիան սկսվում, որտեղ դեպրեսիան ինքը խթան է, որ դեմենցիան ավելի շուտ սկսի։ Եվ եթե օրինակ վերցնենք այդ մարդը արդեն ուներ այլ ռիսկի գործոն խմում էր, ծխում էր, ավելի շատ էր խմում ու ծխում։ Հասկացաք, չէ՞, որպեսզի այդ ստրեսից դուրս գար։ Հիմա արդյոք արժի այդ անալիզը անել։ Ես մի քիչ հակաբժշկական եմ հիմա խոսում, որ ասում եմ ոչ, բայց ես էլ եմ կարծում, որ ոչ, բայց սովորաբար պետք է անել եւ իմանալ, որտեվ մենք գտնում ենք, որ ինչը որ գիտես, պաշտպանված ես, բայց քանի որ այս դեպքում չկա բուժում վերջնական, ես կարծում եմ, որ պաշտպանվելու միտքեր չկա, այդպես։ Լամարա Աշոտովնա, իսկ վնասակար սովորությունները դրանք նույնպես կարող են պատճառ դառնալ Ալցհեյմերի կամ դեմենցիայի։ Այո, տեսեք, հիմա ես ասեմ մոդիֆիկացվող այն ամենը, ինչը մենք կարող ենք փոխել, որպեսզի իմ ասած այն ամենասկզբից հաղորդման ասեցի, որ մենք պետք է երկարաձգենք, բուժել չենք կարող։ Մեր ամբողջ միջոցառումները միտված են, որ մենք ավելի ուշ տարիքում հասնենք դեմենցիայի եւ այդքան տարի պահպանենք կյանքի որակ, որտեղ դեմենցիայով մարդը կյանքի որակ բնականաբար եթե չկարող ինքնասպասարկվել անգամ եւ սոցիալապես արդեն ինտեգրված չի սոցիումում, բարձր որ ինքը արդեն կյանքի որակ չունի։ Տեսեք, ոչ մոդիֆիկացվող ռիսկի գործոններից են դրանք այդեր ասած վնասակար սովորությունները, ծխելը, խմելը, դա զարկերակային գերճնշման թիրախային թվերին հասնելը միջին տարիքում։ Մենք միջին տարիքում, եթե զարկերակային գերճնշման թիրախային թվերի վրա ենք պահում, մենք կրկնակի նվազեցնում ենք մեծ հասակում լսողությունը, տեսողության կորեկցիան, որտեղ վատ լսողությունը, վատ տեսողությունը եւս բերում են դեմենցիայի։ Տեսեք, շատ կարեւոր միջին տարիքում կրթությունը, այն մարդիկ, որոնք ունեն բարձրագույն կրթություն եւ առավել եւս ունեն մաթեմատիկական կամ տեխնիկական առարկաների ուղղվածություն, իրանց մոտ ավելի քիչ է դեմենցիան։ Իսկ այն մարդիկ, որոնք չունեն բարձրագույն կրթություն, միջնակարգ դպրոց, նրանք ավելի հակված են դեմենցիայի։ Սպորտսմենները ավելի հակված են դեմենցիայի, հատկապես բոքսերները, մենք գիտենք, որոնք տրավմաներ ունեն գլխի հատվածում, ստացած, տրավմաները դա շատ կարևոր էլի փաստ է, որոնք եթե մենք երիտասարդ հասակում տրավմաներ ենք ստացած, դե ոչինչ, ընկավ գլխի վրա երեխան, ոչինչ։ Դա կարող է հետագայում խնդիր լինել։ Ասում ենք, այս էպիլեպսիան որտեղից եղավ այս երեխայի մոտ։ Եթե էպիլեպսիան էլ չեղավ մեծ հասակում, ավելի մեծ տարիքում, բայց վաղ սկսվող դեմենցիան էս ինչի սկսվեց։ Այն ընկնելներ, այն հարվածներ, այդ տրավմաներ, որը որ հետո անդրադառնալի բերեց այսպես հետո։ Վնասակար սովորություններից, այո, խմելը եւ ծխելն են, տեսեք, ծխելը հենց միանգամից ուզում եմ ասել, որ մի պահ անգամ այսպիսի միտք կար, որ նիկոտինը լավացնում է հիշողությունը։ Ես համաձայն եմ ճիշտն ասած դրա հետ, ինքը անոթները գծկում է, ավելի լավ բարձրացնում է արյան շրջանառությունը այդ պահին, բայց հետո երկարատև այդ սպազմը կարող է վնաս տալ, բայց մի պահ կար, որ նիկոտինը ինքը լավացնում է, բայց այն այրվող նյութերը ծխախոտի, որոնք առաջացնում են ազատ ռադիկալներ եւ օքսիդատիվ մետաղներ, կանցերոգեն նյութեր եւ դրանք բերում են օքսիդատիվ ստրեսի։ Օքսիդատիվ ստրեսը իհարկե այդ ռադիկալները քայքայում են գլխուղեղի անոթները եւ բջիջները բնականաբար եւ անմիջապես էլ հենց անմիջապես այդ նյութերը ներ են ծծվում արյան միջոցով եւ նորից հասնում
ինտոքսիկացիան շատ մեծ պասիվ ծխողի համար էլ է դա վտանգավոր ծուխը։ Ինչպես կարելի է նվազեցնել վնասները։ Դե տեսեք, վնասի նվազեցումը այս պահին մենք կարող ենք դիտարկել միայն այլընտրանքային ծխախոտի միջոցների անցնելով, որովհետև նիկոտինը չենք կարող երկու դեպքում էլ հանել։ Բնականաբար, եթե մենք անցնենք էլեկտրոնային, քանի WHO-ն եւս հաստատում է, որ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը դա նիկոտինը չի։ Չի, ոչ, այո, ես ասում եմ, նույնիսկ մի պահ ասում էին միֆ է, բայց ես դրա հետ համաձայն եմ, որ նիկոտինը լավացնում է հիշողությունը, լավացնում է միտքը, պայծառացնում է միտքը եւ ես ասեմ չգրված ոչ միտեղ օրենք, հա, բայց ցանկացած ծխող մարդ կասի, որ ծխելուց հետո մի պահ ավելի լավ է անցալում։ Հա, իրանք վերագրում են դա նրան, որ ծխելու process-ը իրանց հանգստացնում է, խաղաղացնում է, ես դրա հետ այդքան համաձայն չեմ, ինչքան ավելի շատ նիկոտինի ազդեցության հետ։ Մի պահ իրանք ավելի պայծառ են լինում ծխելուց հետո նորից հետ են գալիս նույն վիճակի, բայց նիկոտինը չի, այո, նիկոտինը չի պատճառը հենց այդ տոքսիկ նյութերն են, տոքսիկ այրվող նյութերն են, որոնք ծխի հետ հետևանքով առաջացած, որոնք բերում են գլխուղեղի վնասման, բջիջների վնասման։ Եվ այստեղ մենք իհարկե պետքա հատկապես մեծ տարիքում էլ մենք շատ լավ գիտենք 41% այդպես հետազոտություն էր արված պրոսպեկտիվ 41% տարեցներին երբ որ տարեցներին փորձեցին այնպես անել որ հրաժարվեն ծխելուց մեծ տարիքում դե դա արդեն պատկերացնում եք ինչ արմատացած սովորույթ է 41%-ի մոտ սկսվեց դեպրեսիա հայ Եվ մենք չգիտենք ճիշտ ենք անում, թե ճիշտ չէ։ Իհարկե միանշանակ բոլոր բժիշկներն են ասում, որ ծխելը պետք է թողնել, բայց անցնել մի տեսակից պաշտպանելով դեմենցիայից բերել դեպրեսիայի տարեցին, կարծում եմ սա լավագույն տարբերակը չի։ Անալիզի նման, որ ամեն դեպքում պետք չի անալիզի նման, հոգեբանական դրա համար կարելի է ավելի շատ առաջարկել, ես կարծում եմ այլընտրանքային տարբերակները, մեր էլեկտրոնային սիգարետները եւ որտեղ որ չկա երևի այդ այրման process-ը ու չեն առաջանում ծխի նյութերը։ Արգասիքները, այդ թույնավոր արգասիքները չեն առաջանում։ Լամարա Աշոտովնա վերջին տարիներին շատ խոսվում է այն մասին, որ հիվանդությունները նման դեմենցիան եւ ալցհեյմերը կարելի է կանխել ինչ որ զարգացնող միջոցներով, այսինքն երբ որ մարդ զբաղվում է ընթերցանությամբ, երբ որ ինչ որ նոր լեզու է սովորում, նոր ինչ որ բաներ սովորելու միջոցով կարելի է կանխել, արդյոք դա ճիշտ է։ Այո, շատ ճիշտ է, որովհետեւ քանի որ մենք այդ կախարդական դեղը չունենք, որը պետք է խմի ու ալցհեյմերը չզարգանա կամ դեմենցիան չզարգանա, չունենք այդ կախարդական դեղը, դրա համար ամենակարևորը, որ մի այսպիսի արտահայտություն կար, ասում տարեցի ուղեղը նման է ձիուն, որին անընդհատ պետք է վարժեցնել։ Մարզել։ Հիմա նույնը գլուխն է, անընդհատ պետք է մարզել գլուխը, ուղեղը անընդհատ պետք է մարզել, եւ դա կոչվում է կոգնիտիվ տրեյնինգ։ Կոգնիտիվ տրեյնինգ կամ նեյրոբիկա, տեսեք կան տարբեր սկսած շարժումնային վարժություններից, որոնք մարզում են ուղեղը։ Մեզ թվում է թե ֆիզիկական վարժությունը ինչ պետք է գլխուղեղի հետ անի, չէ, բայց մարզում է։ Վերջացրած կոգնիտիվ այո ընթերցանություն, նկարչություն, դաշնամուրի նվագել դաշնամուրի վրա կամ որևէ երաժշտական գործիքի այդ խաչբառերի լուծում, տարբեր հաշվարկային բաներ վարժություններ անել, հա, մաթեմատիկական տարբեր վարժություններ, շատ հետաքրքիր ծրագրեր կան, որ եթե դու աշխատում ես ու իրանք էլ են զգում, որ հիշողությունը սկսում է վերականգնվել, որովհետև մեզ պետք է այս կարճատև հիշողությունը հաղթահարել։ Առաջի փուլում կարճաթևն է գնում, հետո արդեն ավելի ծանր դեմենցիայում բնականաբար հինն էլ չի հիշում, բայց այս սկիզբն է կարևոր, որտեղ ինչքան վաղ ժամանակից սկսեցինք, այնքան լավ արդյունք, տեսեք, 40% դեմենցիաները սկսվող փուլում կարելի է կանխարգելել, պատկերացնում եք, այդ ինչ թիվ է, դա լուրջ թիվ է, 40-ից 45% դեմենցիաները, որոնք արդեն սկսվել են, հաստատված
Իրանց կարելի է կանխարգելել իրանց հարաճունը։ Ուրեմն մենք եթե սկսենք աշխատել, նաև ֆիզիկական վարժությունները շատ կարևոր են, որ ֆիզիկական, որտեղ դեմենցիայով հիվանդը նաև ֆիզիկական տկար է։ Իրանք դժվար շարժվում են, շուտ ընկնում են, իրանք կորցնում են իրանց մկանային զարգացվածությունն էլ է իրանց մոտ ավելի պակաս։ Այո, քունը պետք է կարգավորել։ Դա շատ կարևոր է։ Սպորտը Այո, պետք է զբաղվել հատուկ կան վարժություններ դեմենցիայով հիվանդների համար, որոնք իրանք մարզում են ոչ միայն մարմինը, այլ այդ ֆիզիկականով մարզում են ուղեղը։ Այդ շատ ծրագրեր կա եւ այս ծրագրերը ես շատ եմ ուզում, որ մենք Հայաստանում ունենանք, ներդնենք։ Ես հիմա որդեգրել եմ ԱՀԿ-ի կողմից գնահատման թեստերը, մենք գնահատում ենք տարեցի ֆունկցիոնալությունը։ Ինչպես է Հայաստանում դեմենցիան ախտորոշվում։ Տեսեք, դեմենցիայի ախտորոշման կան տեստեր։ Տեստեր կան, որոնցով մենք ախտորոշում ենք դեմենցիայի աստիճանը։ Թույլ, թեթև, տարբեր տեստեր կան շատ ավելի խորացված, կան թեթև տեստեր։ Ամենահասարակ տեստերն է, որ մենք փորձում ենք 3 հատ բառ ասել, հետո խնդրում ենք վերհիշի։ Այդ ընթացքում ինքը, որպեսզի շեղենք, ինքը պետք է նկարի ժամացույց։ Ոչ ոք չի կարողանում ժամացույց, թվում է թե ինչքան հեշտ բան է ժամացույց նկարել, բայց չեն կարողանում։ Իսկ բառերից էլ ոչ բոլորն են վերհիշում։ Շատ տեստեր կան, որոնցով հետո կամ մի հետաքրքիր հաստատող անալիզ դա ողնուղեղի հեղուկի մեջ որոշում ենք այդ անոմալ սպիտակուցները կան թե այո, ասենք էլի որոշեցինք, հիմա ինչ անենք։ Եթե կա, ինչ, ես միշտ այդ հարցն եմ տալիս, միշտ ցանկացած հետազոտության մեջ ես ուզում եմ, որպեսզի մենք այդ մարդուն կարողանանք օգնել, որ իմացանք ու չօգնեցինք, ոնց որ կիսատ մնաց էլի մեր գործը։ Ես կարծում եմ ավելի հեշտ կլինի ուղղակի կյանքի lifestyle-ը փոխել, ապրելակերպը փոխել, որակը դուք բավականին լավ խորհուրդներ տվեցիք, շատ խորհուրդներ դրա հետ կապված ու երևի թե հենց նկատում են մոռացկոտության այդ սինդրոմը, մարդիկ պետք է սկսեն աշխատել իրանց ապրելակերպի վրա։ Այո։ Եվ նաև անպայման պետք է լինի ընտանիքի ներգրավվածությունը, համայնքի ներգրավվածությունը, բարեկամների, ընկերների, մարդը պետք է իր խնդրի հետ մենակ չմնա։ Այդ դա շատ կարևոր է տարեցի համար, որովհետև երբ որ Ինչ խորհուրդ կտաք ընտանիքներին այդ մարդկանց, ովքեր իրենց ընտանիքի անդամի մոտ նկատում են խնդիր։ Դա շատ լուրջ էլի հարց է, խնամակալներ կամ ընտանիքի անդամները, տեսեք, իհարկե միանշանակ պետք է լինեն հանդուրժող։ Շատ դժվար է նման մարդու հետ, որը մի քանի անգամ է նույն բանը հարցնում, դառնում է կասկածամիտ, ստուգում է ամեն ինչը, չի վստահում, մի խոսքով, այսինքն շատ բաներ, որոնք որ ես իմ տանել եմ ունեցել դեմենցիայով հիվանդ, նենց որ դա գիտեմ, շատ դժվար է դա, միայն հանդուրժողական եւ մենք պետք է հասկանանք, որ այ սկզբից որակավորում են որպես դիտավորություն։ Բայց պետք է մենք հասկանանք, որ սա հիվանդություն է, ինքը որովհետև ինքը շատ կարող է դեռ այսպես լուրջ շրջանում լինի, թվում է թե մարդը ֆիզիկապես բանտեր ամրակազմ ամեն ինչը տեղը այսպես մյուս բաներ ասում է հասկանում է, դա չի հասկանում, չի ասում, այո, հենց կարող է այդտեղ մի հատ պրոբել լինի, այսինքն այդ մասը կարող է պետք է հանդուրժող լինենք եւ պետք է հասկանանք, որ սա հիվանդություն է, շատ դժվար է, բայց պետք է հանդուրժող, պետք է սիրալ իր պատասխան։ Գիտեք, դրսում դեմենցիայով հիվանդների հետ բուժքույրերին եւ խնամակալներին սովորեցնում են, ինչպես կարելի է 18 անգամ ժպիտով նույն բանը կրկնել։ Այդ դա սովորեցնում են, դա շատ մեծ համբերատարություն, հանդուրժողականություն ու հասկանալ, որ դա քո հարազատն է եւ ինքն էլ այս խնդիրն ունի եւ մենք պետք է հանդուրժենք այդ դա շատ դժվար է, չնայած մենք հիմա ունենք խնամքի կենտրոններ հենց դեմենցիայով հիվանդների, ուզում եմ նաև որ այս մշակույթն է մտնի։ Սա ամոթ չի, եթե մենք չենք կարողանում ապրել հնարավոր չի 3 սերունդ են եւ հնարավոր չի, ասենք տատիկը ունի դեմենցիա, թորնիկները եւ այլ չի ստացվում։ Ուրեմն պետք է ավելի լավ ոչ իրանց տանջեն, ոչ էլ տատիկին տանջեն, տանեն
խնամքի հատուկ դեմենցիա ու շատ լավ այդպես խնամում են իրենց, այնտեղ հենց սովորացված են ինչպես կարելի է դեմենցիայով հիվանդին խնամել, մասնագիտացված, այո, սա էլ պետք է մտնի էլի մեր մշակույթի մեջ։ Շատ լավ, շնորհակալություն Լամարա Աշոտովնա, շատ հետաքրքիր եւ կարեւոր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ Մերի ջան։ Այսօր հասկացանք, որ ուղեղի առողջությունը կախված է ոչ միայն տարիքից, այլ մեր առօրյա սովորություններից։ Իսկ մեր լսողներին ու դիտողներին խորհուրդ ենք տալիս ուշադիր լինել ոչ միայն ֆիզիկական առողջությանը, այլ նաև մտավոր առողջությանը։ Ժամանակին դիմեք բժշկի, եթե նկատում եք մտահոգիչ փոփոխություններ, եւ հիշեք, որ առողջ ուղեղի պահպանման ճիշտ ժամանակը հենց այսօր է։ Եթե հետաքրքրեց թեման, բաժանորդագրվեք, հավանեք եւ գրեք ձեր մեկնաբանությունները։ Առողջ եղեք։